մենք այս քայլը Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատում ենք որպես քաղաքական խոչընդոտներ առաջացնելու փորձ, դատապարտում ենք այս գործողությունները, այս խայտառակ գործողությունները, քիչ առաջ դուք տեղեկացաք, որ անչափահաս երեխաների մորը տարել են Երևան, ընդ որում հասկանալի չի թե հատկապես ինչ են Երևան տարել, այստեղ ինչ-որ բան չէին կարող պարզել, այս բանը դուք հիմա տեսնում եք, որ այսպես կոչված քննչական գործողություններ են իրականացվում մեր գրասենյակում, մեր գրասենյակի կազմակերպչական մասով ներգրավված աշխատակից Արա Ոսկանյանի հետ եւ մենք սա համարում ենք կոնկրետ քաղաքական հետապնդում եւ խոչընդոտում հատկապես այսօրվա մեր հանրահավաքից առաջ եւ գյումրեցիներին ես կխնդրեի եւ կոչ կանեի իրենց պատասխանը ուղղակի ամեն ինչին տալ ներկա գտնվելով մեր հանրահավաքին եւ շատ կոնկրետ արձագանքելով այս խայտառակությանը, որ հիմա մենք տեսնում ենք անկեղծ ասած չգիտեմ տեխնիկական մասով մեր Արան էր զբաղվում նույնիսկ ես չեմ բացառում որ ինչ-որ բաներ գողանան ու տանեն մեզ մոտից այսինքն ցայն դինամիկներ տեխնիկական սարքեր ամեն ինչ հնարավոր է բայց անկախ ամեն ինչից մենք հավաքվելու ենք եւ մեր տեսակետը ներկայացնել Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ մտավախություն ունի որ Գյումրիում իշխանազավթումից հետո չի կարողանալու դա պահել, դա մարսել, այդ ապօրինությունը, որ տեղի էր ունեցել, չի կարողանալու մինչև վերջ տանել, դրա համար այսպիսի քայլերի է գնում, շատ ծիծաղելի է, որ երիտասարդներին են նույնիսկ գնում խուզարկում, ովքեր ընդամենը ակցիաների են մասնակցում, այս պահին նաև թույլ չեն տալիս, որպեսզի ազգային ժողովի պատգամավորը մտնի ներս եւ հասկանա, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվում։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, համակիրներին անպայման արձանագրել այս խայտառակությանը, սա բառից բուն իմաստով խայտառակություն է, եւ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քաղաքական խոչընդոտներ է իրականացնում մեզ համար, իսկ քաղաքացիական պայմանագիրը, որ ասում են մենք օրենքով եւ այլն, մենք տեսնում ենք իրենց իրական դեմքը եւ մեր բոլոր համակիրները, ովքեր հիմա ինձ ուղիղ եթերում հետեւում են, որևէ մեկին եթե հիմա խուզարկության են կանչում, անպայման մեզ իմաց տվեք, որովհետեւ դա այնպեսի համատարած բնույթ է կրել, որ մենք ուղղակի չենք հասցնում արձագանքել այս ամեն ինչին։ Ժողովուրդ ջան, on-line-ով հետեւում եք ինձ եւ ուղարկում եք մեսիջները իմ հեռախոսահամարին, որ մենք տեղեկանանք, թե ում տուն են մտել, ինչ են արել, ուր են տարել։ Սա ուղղակի պարալիզացման գործընթաց է առավոտը ժամը 7-ից սկսած քննչական գործողություններ են իրականացում եւ մենք ուղղակի ֆիզիկապես չենք հասցնում մեր բնակիչների հետևից այս պահին գրասենյակում է սա իրականացվում մի խոսքով սա է եթե այսպիսի ընտրություններ են տեղի ունենալու սրանք արդեն ընտրություն չեն դառնում բայց սա նաեւ պետք է ազդակ լինի բոլորին որ այս մարդիկ անհանգստացած են այս մարդիկ ջղաձգված են եւ հասկանում են որ հողը ոտքերի տակից գնում է ինչքան էլ լցոնումներ անեն ինչքան էլ բերեն մարդկանց գրանց են պարզվի որ այս ընթացքում 3000-ով ավելացել է Գյումրիում ընտրողների թիվը ինչքան էլ փորձել այդ շրջիկ խմբերը աշխատացնել ինչքան էլ փորձեն իրենց գործողությունները անել հասկանում են որ 50%-ից ավելի չեն հավաքելու իրենց դրածոներով հանդերձ Դրա համար էլ այսպիսի գործողությունների են գնում, բայց ես կարծում եմ հակառակ էֆեկտն է ունենալու։ Սա բացի քաղաքական հետապնդումից նաև ես հիմարություն եմ գնահատում իրենց կողմից։ Մնացած արդեն գյումրեցիների ձեռքում է, թող իրենք որոշեն։